Մենք տաղավարում ենք, վերադարձանք ու շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, այո, եթե քաղցած եք, չհեռանաք հիմա հեռուստաէկրանների առջևից, որովհետև հետաքրքիր ու օգտակար բաղադրատոմս ենք ուզում ձեզ առաջարկել, իհարկե այն տաղանդավոր մարդու օգնությամբ, ով արդեն մեր խոհանոցային հատվածում է, նրան ներկայացնում ենք ու ասում ենք բարի լույս, Տաթևիկ Թորոսյան, ողջույն։ Բարի լույս։ Ինչպիսի տրամադրությամբ է սկսվել առավոտը, Տաթևիկ։ Շատ լավ վաղ եմ արթնացել, որ եթերին հասցնեմ։ Հիանալի է, իսկ ինչ ենք պատրաստելու այսօր։ Պատրաստելու ենք հունական խոհանոցի ձաձիկի։ Այս սոուսը կարծում եմ բոլորին է ծանոթ, որովհետև շատ տարբեր ուտեստների մեջ են իրենք օգտագործում, շատ տարբեր մսային ուտեստների հետ են մատուցում ու ինչու ենք հենց սա որոշել, որովհետև այս ամռան շոգին հաճախ չենք ուզում խոհանոց մտնել, որևէ բան տապակել, իսկ սա շատ զովացնող, թարմ ուտեստ է։ Ինչ է մեզ անհրաժեշտ։ Ամենապարզ բաղադրիչներն են անհրաժեշտ։ Քամած մածուն կամ հունական յոգուրտ կարող են օգտագործել, մի պճեղ սխտոր, սամիտ, քերած վարունգ, որը որ մենք արդեն ջրքամել ենք, պարտադիր պետք է քերել, այնուհետև ջրքամել, կիտրոնի հյութ կամ սպիտակ քացախ, հույները ավելի շատ քացախ են օգտագործում, բայց ես մի փոքր հայաֆիկացրել եմ այս բաղադրատոմսը եւ կիտրոնի հյութով եմ պատրաստում, ցիթայուղ, որը որ անպակաս է իրենց բոլոր ուտեստներից եւ կմատուցենք չորացրած լավաշի կտորներով, կարող են նաեւ պիտա հացով մատուցել։ Հիանալի է։ Դե ինձ սկսենք պատրաստել։ Այո, առաջին քայլով, քանի որ մենք արդեն ասացի, որ հայաֆիկացրել ենք մի փոքր ձաձիկին, Լավաշ։ Եվ լավաշի կտորներով ենք մատուցելու, դրա համար լավաշը պետք է խորանարդաձև կտրատել եւ ըստ ցանկության կարելի ավելացնել որոշ սիրելի համեմունքներ։ Այնուհետև ընդամենը 5 րոպեով դնել ջեռոց, որպեսզի լավաշի կտորները չորանան եւ արդեն պատրաստ կլինի։ Իդեպ սա հիանալի տարբերակ է նաեւ երեխաներին այսպես կոչված խաբելու համար եւ նրանց առողջ չիպսեր մատուցելու, որովհետեւ կարող եք ձեր սիրելի համեմունքներով համեմել, ջեռոցում մի քիչ էլ ավելի թողնել, որպեսզի մի լավ կարմրի, ու երեխաները բացարձակ չեն ճանաչի, որ դա լավաշ էր։ Այո, իդեպ շատ խրթխրթան, համեղ առողջարար չիպսեր են ստացվում։ Ես հաճախ հացից եմ պատրաստում, երբ որ տանը հացը արդեն 2-3 օրը հնանում է, միշտ այդ ձևով երկրորդ կյանք եմ տալիս հացին, ավելացնում եմ նախընտրելի համեմունքներ, մի փոքր բուսայուղ, դնում եմ ջեռոց ու այդպես խրթխրթան հացիկներ են ստացվում։ Ես հատկապես կրեմ ապուրների հետ շատ եմ սիրում այդ խրթխրթան համեմունքներով հացերը, այո, որովհետև մի այլ համ ու բույր են տալիս կրեմ ապուրներին։ Եվ այսպես, եթե մենք բաղադրիչներին առանձին նայում ենք, ամեն մեկը յուրովի ունի իր օգտակար հատկությունները մարդու համար սիրելի։ Օրինակ լավաշը գիտեմ, որ ածխաջրերով է հարուստ եւ ծառայում է մարդկանց որպես էներգիայի աղբյուր։ Այո, եւ որպես այդպեսին, հա, հացեղենների մեջ, խմորի տեսակների մեջ ամենաթեթևն է։ Միանշանակ հատկապես եթե իհարկե այն պատրաստում են թոնների մեջ հենց գյուղական միջավայրում առանց ինչ-որ հավելումների, պարզապես մեր հայկական գյուղական գյուղի լավաշը, որը պատրաստվում է թոնների մեջ։ Այո, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ քամած մածունը մենք պետք է ասենք, որ հարուստ է սպիտակուցներով այս դեպքում եւ կալցիումով ու շատ օգտակար է աղիների առողջության համար։ Մենք հիմա որ փուլում ենք, դեռ կտրատում ենք լավաշը։ Մենք լավաշը արդեն կտրատեցինք։ Ուզում եմ ասել, որ նախընտրած համեմունքներ կարող է լցնել հեռուստադիտողը, մենք կարող ենք մի փոքր օրեգանո ավելացնել, կարմիր պղպեղ, կարևորը որ վրայից կրկին բուսայուղ ավելացնեն, որ համեմունքները լավ կպչեն լավաշին, եւ պետք է վերջում ստանանք այսպիսի խրթխրթան չոր լավաշ, որը որ մենք արդեն նախապես պատրաստել ենք, որպեսզի եթերում ժամանակ չկորցնենք։ Իսկ լավաշին աղ ավելացնում ենք մի փոքր, թե ոչ, թե էլի ըստ նախասիրության։ Ըստ նախասիրության, որովհետև լավաշը արդեն ունի մի փոքր աղիություն, կարող են եւ չավելացնել։ Իդեպ ամռան ընթացքում ամենապարզ աղցանը, լոլիկ, վարունգ եւ համեմունքներ դառնում է էլ ավելի հետաքրքիր, երբ ավելացնում ենք սամիթը, ու այստեղ կա գաղտնիք, որովհետև սամիթը ոչ միայն յուրահատուկ համ ու բույր է տալիս որպես կանաչի տեսակ, այլ նաեւ օգնում է նյարդային համակարգը էլ ավելի ուժեղ դարձնելու համար։ Շատ սամիթ օգտագործեք, սիրելի հեռուստադիտողներ։ Եվ հաջորդ օրը առավոտյան բոլոր ինչ ուտեստ պատրաստում են առանց սամիթ կա այդտեղ։ Հիմա վերցնում ենք քամած մածունը։
Այո, վերցնում ենք քամած մածունը, որևէ հարմար տարայի մեջ ենք լցնում, որպեսզի հեշտ կարողանանք խառնել։ Իդեպ, քանի որ սամիթի մասին խոսեցիք, ուզում եի ասել, որ ինչ հետաքրքիր է, չէ, նույն բաղադրիչներին տարբեր ազգեր, տարբեր համեմունքներ կամ կանաչիներ ավելացնելով կարողացել են տարբեր ուտեստներ ստանալ։ Նույն ամենահասարակ վարունգով լոլիկով աղցանը, երբ որ մենք նրա վրա ավելացնում ենք խառը կանաչի, ռեհան, ցիտրոն, դառնում է հայկական ավանդական ամառային աղցան։ Բայց երբ որ օրինակ հույները ավելացնում են վրան, չգիտեմ, մի փոքր ֆետա պանիր, օրեգանո, ձիթայուղ եւ օրինակ ձիթապտուղներ, դառնում է հունական հայտնի աղցանը։ Նման մի վառ օրինակ նաև ունեն մեր հարևան երկրի բնակիչները Վրաստանում ամառային սովորական աղցանը, կարծես այո, մատուցվում է կանաչեղենով եւ այլն, բայց այնտեղ այո, հարուստ ընկուզեղենով, այսպես պարուրում են աղցանը։ Հատկապես երբ մածուկ են ստանում այդ ընկույզից եւ դրանով են պատում, դա անմահական է։ Ու բավական լայն տարածում ունի հատկապես այդ տարբերակային։ Այո։ Բավական լայն տարածում ունի։ Եվ այսպես նաև ներկայացնենք վարունգի կարևորությունը մարդու համար, բոլորս իհարկե գիտենք, որ վարունգը իր մեջ պարունակում է ջրի բավական ծավալ, որը իհարկե լրացնում է ջրի պակասը եւ նաեւ այն հակաօքսիդանտ է որպես այդպիսին մարդու օրգանիզմի համար։ Իհարկե լրացնելով ջրի պաշարը մարդուն հաղորդում է ինչ թարմություն Եվ կյանք։ եւ կյանք։ Չէ՞ որ ջուրը կյանք է։ Իհարկե։ Իմ ամենասիրելի բաղադրիչներից մեկն էլ է այդտեղ։ Կիտրոնի մասին է խոսքը։ Բոլորս գիտենք, որ կիտրոնը ամբողջովին վիտամին C, երբ ասում ենք վիտամին C, պատկերացնում ենք մի ամբողջական կիտրոն։ Այո։ Եվ իհարկե վիտամին C-ն օգնում է, որպեսզի բարձրացնենք օրգանիզմի դիմադրողականությունը ու պայքարենք տարատեսակ հատկապես սեզոնային վիրուսների դեմ։ Մենք կիտրոնը միայն հյութն ենք խամում եւ վերջ, չէ՞։ Այո, միայն հյութն ենք խամում եւ մեծ քանակի չէ, քանի որ խամած մածունը արդեն մի փոքր ունի թթվաշություն, իսկ հունական յոգուրտով պատրաստելու դեպքում կարելի է ավելի շատ ավելացնել։ Համադրությունը սխտորի կանաչեղենի, վարունգի, մածունի, մի խոսքով հիմա արդեն մոտավոր պատկերացնում եմ ինչ համային նուրբ երանգներ են ունենալու բաղադրիչներ անհատապես եւ մի տեսակ անհամբեր եմ, որպեսզի շուտ պատրաստվի այս ուտեստը։ Եվ գնանք փորձելու։ Այո։ Իդեպ տարբեր մսային ուտեստների հետ կարող են մատուցել եւ հավի կրծքամսի հետ, ջեռոս դրած մսի հետ, առհասարակ հայտնի գիրոսը, որը որ հույների նույն շաուրման է կարելի ասել, իրենք հենց այս սոուսն էլ ավելացնում են, չէ՞, այնպես որ շատ տարբեր գործածություն ունի, բայց ես ամենից շատ սիրում եմ հենց չորացրած լավաշով ուտել։ Այստեղ մենք ունենք ձիթայուղ սիրելի հեռուստադիտողներ, որը պետք է ասել հարուստ է օգտակար ճարպերով, չէ՞։ Կան մարդիկ, որ հենց տեսում են ճարպ, մի անգամից խուսափում են եւ թվում է նրանց, որ եթե ճարպը ուրեմն վերջ դա բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա։ Բայց մի անգամ ենք ապրում։ Ընդամենը մեկ անգամ ենք ապրում եւ կարող ենք ընդամենը մի քանի անգամ սնվել առողջ ճարպերով, որովհետեւ այն առողջ ճարպը, որ օրինակ իր մեջ պարունակում է ձիթայուղը, սիրելի հեռուստադիտողներ, շատ օգտակար է սիրտ անոթային համակարգի վրա։ Եվ իհարկե պետք է հիշենք, որ ձիթայուղը պետք է նախ ընտրել, որպեսզի աղցանների մեջ օգտագործվող ձիթայուղը եւ տապակելու համար նախատեսված ձիթայուղը չշփոթենք, որովհետեւ շատ-շատերը սկսում են չսիրել ձիթայուղ, հենց այդ շփոթմունքից հետո միայն տապակելուց բույրը նրանց դուր չի գալիս։ Իսկ մշակման տարբեր փուլեր են անցնում։ Այո, եւ յուրաքանչյուր շշի վրա պիտակին եթե կարդանք, այնտեղ նշված է տապակման համար է նախատեսված, թե ոչ։ Իսկ եթե չեք կարողանում այդ պահին կարդալ այդ մանր տառերը, ապա կարող եք խնդրել խանութի աշխատակցին, որպեսզի ձեզ օգնի եւ դուք բաց չթողնեք այդ հիանալի ընտրությունը եւ հատկապես ամառը աղցանների մեջ օգտագործեք ձիթայուղ, որը իհարկե ինչպես նշեց Հայկը, նաեւ ոչ միայն համեղ է դարձնում աղցանը, այլ նաեւ առողջարար։ Որ փուլում ենք մենք, սիրելի տաթև։ Մեր սոուսը արդեն պատրաստ է, ինչպես տեսակ, ընդամենը 5 րոպե եւ բաղադրիչները խառնվում են իրար եւ այն պատրաստ է։ Դնում ենք մատուցվող ափսեի մեջ հիմա եւ կարող ենք զարդարել ինչպես անանուխի տերևներով, այնպես էլ պարզապես թողնել այսպես։ Իդեպ շատ մարդիկ կան, որ հենց անանուխի տերևներ իր մեջ էլ ավելացնում են։ Դա է ուզում ասել, յուրահատուկ համ կստանա այդ դեպքում մեր ձաձիկի սոուսը։ Սա նման է նաև թանձր մածնաբրդոշին,
Ճիշտ եք։ Շատ թանձ է։ Ճիշտ եք եւ նորից գալիս ենք նրան, որ տեսեք տարբեր ազգեր մի փոքր ջուր ավելացնելով, խտությունը փոխելով ստացել են իրենց քիմքին հարմար ուտեստ։ Հույների մոտ այն այսպիսի պինդ տեսք ունի, ուրիշ ազգեր այս նույն բաղադրիչներին ջուր խառնելով արդեն ըմպելի են դարձնում ուտեստը։ Իսկ չորացրած լավաշը առանձին ենք մատուցում, թե այսպես զարդարանքի նաև տարբերակ է։ Եթե ափսեն մեծ է, Գալիս, կարող են նաև կողքից ավելացնել, բայց հիմնականում ես առաջարկում եմ առանձին ավելացնել եւ այսպես զարդարելուց հետո արդեն թիթայուղն ենք ավելացնում, այսպես վրայից։ Ախորժաբեր է շատ։ Եվ անանուխի տերևը։ Տեսեք, ընդամենը մի քանի րոպեում կարողացանք ռեստորանային մատուցմամբ գեղեցիկ։ Այո, եւ որքան գեղեցկացրեց ուտեստ վերջին ստանալ։ դետալը հատկապես։ Լավաշի կտորներով, այո, այսպես վերցնում ենք ձաձիկին եւ այսպես Եվ համտեսում։ խրթխրթացնում։ Դե բարի ախորժակ անուշ լինի Տաթևիկ եւ շնորհակալություն այս բաղադրատոմսով մեր առավոտը ել ավելի թարմ դարձնելու համար։ Այո։ Իսկ դուք գրի առեք, որպեսզի որևէ բաղադրիչ բաց չթողնեք ու պատրաստեք տանը։ Ընդամենը մի քանի րոպեում։ Մենք շարժվում ենք առաջ, մնացեք մեզ հետ։